դեղամիջոցներ էր բաժանում Եվրոպաներին ու կար որ մարզպետներն էլ չէին թողում որ մայրիկը գար ժողովուրդ հավաքվեին, բայց 10-15 տարի որ գալիս էր հիմնական բուժումների համար։ Գիտենք, մենք այդ գործի մեջ ենք։ Տիկի Ռոզային զանգում ես, համըտ մասնագետներ ուղարկում են, ուսումնասիրում են ինչից է, ըստ այնու հարցը բարձրացնեն։ Մեղրիում լրիվ է վերացել։ Մենակ Կոտայքի մարզում տարածներում մեղուներ կան։ Պետք է այսօր յուղացուն արդյուն դրվի։ Գոնե մարդը իր մեղրը արտադրում է, համ վաճառում է, համ երեխան ուտում։ Ոնց կարող է այդ պետք ու բարիք ստեղծողին փակեն, թույլ չտան կամ ասենք որ վերանա, ոնց։ Խնդիրների մասին խոսելուց հետո հերթը նարդի խաղալունն է։ Առաջարկը հնչում է դրական արձագանքի ակնկալիքով։ Դուք նարդի խաղում եք։ Ո՞չ է։ Դիտեք մի հատ քսենք կամ մի քիչ կհանգստան։ Կարճ ենք խաղալ, թե երկար։ Ոնց քեզները ստեղ է, պարոն։ Կարճ։ Շնորհակալություն Ժողովուրդ ջան, ստեցություն ձեզ։ Հաջողություն։ Ուրախ եմ որ եկել է ու իր կողմնակիցներին, որովհետև մարդը ասելա, միշտ էլ արելա։ Տեսնում ենք արածը մարդի, գնահատում ենք։ Անմիջական հանդիպում էր, մենք սենց էլ սպասում էինք։ Ինչքան որ տենում ենք, ինքն է հասարակ ժողովրդի կողքին, մտածում է երկրի ապագայի մասին, երիտասարդների կողքին է, հասարակ գյուղացու կողքին է ու փորձում է ստեղծի լավ ապագա։ Նոր չենք ճանաչում Գագիկ Ծառուկյանին։ Գործունյա մարդ, աշխատող, դատող մարդ, նա հարգանք պատիվ ունի այս աշխարհում։ Լոռու մարզ այցի հաջորդ կանգառը գեղատեսիլ դսեղն է։ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում Գագիկ Ծառուկյանին առանձնահատուկ խանդավառությամբ եւ աղուհացով են դիմավորում, մեծարանքի խոսքեր հնչեցնում։ Բարի գալուց ձեզ պարոն Ծառուկյան շատ ուրախ ձեր այցի համար եւ շնորհակալ ձեր կատարած գործերի, ձեր մարդկային տեսակի։ Շնորհակալ եմ։ Եվ ցանկություններուց այնքան շատ մեծ է, որ մեր ժողովրդի թիկունքին լինեք ու մեր վարչապետը։ Ինչպես յուրաքանչյուր հայ, դսեղցին եւս խաղաղություն է ուզում, բայց ոչ թե ձևական, այլ երկարաժամկետ։ ԲՀԿ նախագահը մանրամասն ներկայացնում է կայուն տևական խաղաղության ճանապարհը։ Խաղաղությունը Մայրիկ ջան պետք է լինի երաշխավորած, ոչ թե երկու նախագահ վարչապետ իրար հետ պայմանավորվում են, պահանջ կկատարես խաղաղություն կլի, պահանջ չկատարես Այսօր որ հիմա ասում են խաղաղություն է, դուք խաղաղություն տեսնում եք, խաղաղություն կա։ Մեր գերիները ընդեղ են, սահմանները գրաված նստել են, 300,000 պետք է ադրբեջանցի կա բնակվի արևմտյան Ադրբեջան։ Որցե մի պահանջ չկատարի դեպքում պատերազմա ժողովուրդ պետք է տանք։ 2-3 խոշոր պետություններ դա կլինի Չինաստանը, դա կլինի Ամերիկան, դա կլինի Ռուսաստանը, որ երաշխավորում ենք այս աշխատող ժողովրդի հետ ոչ մեկ գործ չունենա։ Իրենք իրենց գործով, իրենց տնտեսությամբ, իրենց բարեկեցությամբ են զբաղվում։ Ոչ մեկը պատերազմ չի ուզում, արում ոչ մեկը չի ուզում։ Պետությունը պետք է լինի քաղաքացու թիկունքին, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր իրավիճակում, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին իրեն պաշտպանված ու ապահով կզգա։ Պետական մարդկը 15 միլիարդ է։ 21 թվին, որ ես ասում էի, 21 թվին 9 միլիարդ էր։ Բայց այդ միլիարդներից դուք խաբար չեք, որցե մեկը չի օգտվել։ Ունենք 2,450,000 վարկառուն։ Ամեն տանիքից 3-4 հոգի վարկի տակ է։ Եթե 21 թվականին դա կատարեին, 2,200,000 մարդ վարկի տակից դուրս էր գալի։ Այդ մարդիկ ազատ չնչում էին։ Կատարում ես քո ժողովրդի համար, ժողովուրդը աղքատա, պետությունը աղքատա։ Դրանց մենակ գույքարկ են ավելացնում 100%։ Ոչ աշխատատեղ, ոչ աշխատայի բարձրացում կա, բայց բոլոր հարկերն ու տուքերը միայն ավելանում են։ Եթե անհատ մարդը կարա միլիարդներ աշխատի, պետությունը քանի միլիարդներ պետք է, ու իր ժողովրդի վրա էլ ծախսի։ 10 ռուբլի թոշակ ավելացրեց։ Ես նոր եմ ասում, ապրանքի գինը հարցացնելը։ Մեր հույսը դուք եք։ Ես հավատ անեմ, հնարավորություն տվեք։ Ձևն էլ գիտեմ, հնարավորությունն էլ գիտեմ, կապերն էլ ունեմ, աշխարհում մեկ, սկսած Լոնդոնից, լորդերից սկսած, արաբական շեխերից սկսած, Չինաստանից, Ռուսաստանից աշխարհում մեկ։ Պետք է կարողանանք ինչ ունենք համատեղ, տարածքը տանք կամ էլ հանքանյութը տանք, մեր ժողովրդին չընդունակ, բոլորն էլ աշխատեն, զարգացնենք, ապրենք։
ԲՀԿ ղեկավարը անդրադառնում է նաև առողջապահությանը, ընդգծելով, որ այն պետք է լինի անվճար ու հասանելի յուրաքանչյուրի համար, անկախ սոցիալական վիճակից։ Այսօր գումար չկա։ Դրել են պետ պատվերով ու հիվանդանոցի փողերն էլ չեն փոխանցել։ Թե վաղը ինչ անելու չգիտեմ։ Այլ պետք է լինի անվճար։ Ով ուզում ավելի ճոխ, թող ճոխ, այդ սեփականատերերը ճոխ հիվանդանոց բացեն։ Բայց սովորական մարդի համար գնում է, պետք է մի հատ սրտի օպերացիա կանոթները փագա։ 1,200,000։ Մարդը 120-200 հազարով ապրում է, պետք է գնա տունը դնի վարկի տակ, ոչի թողելու, ծնողի առաջ, ծնողի իր աշկի առաջ բանը։ Գիտի, որ չի կարողանալու, փակի տունը մնալու։ Հայերը այդ սովորույթն ու ադատն ու ավանդույթն են, ամեն ինչի կգնա, երեխու համար, ծնողի համար, ոչ մի բանի չի նայի։ Ու դրա համար տեսակ կուտակվել է։ Համաժողովրդական սերը կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է։ Գագիկ Ծառուկյանը երախտագիտություն է հայտնում ամեն քայլափոխի հանդիպող ջերմության համար։ Հասարակ մարդու մեջ են պարզությունը, ազնվությունը, մաքրությունը, արժեքներ, որոնց վրա պիտի կառուցվի առողջ հասարակություն։ Սովորական ժողովրդի մեջ կա մաքրություն, ջերմություն, նվիրվածություն, հարազատություն, որը դա փոխարինել է։ Ասել եմ, կարամ հաստատեմ։ Սովորական մարդը գնահատել գիտի, հարգել գիտի, նվիրվածությունի սիրել գիտի, ձեր ցավը տանեմ։ Ինչքան կամեցող լինեք, բարի լինեք, Աստված ձեզ կտա հաջողություն։ Չորը կկանաչացնի, փակ դուռը կբացի, այն որ չես էլ սպասում այդ գործը կստացվի։ Կամեցող եղի, բարի եղի, գնահատողի հանդեպ գնահատի, հավատարիմի հանդեպ հավատքը պահի։ Կարևորը դա մարդ ուզում է, որ իր կյանքում խափված չլինի։ Շատ շնորհակալ եմ, Շատ նպատակներին արժանանակ կապված։ Ձեր Ծառուկյանն եմ, ինչով որ պետք է ձեր կողքն եմ, կապ չունի։ Ընտրությունը, կապ չունի, որ ես եկել եմ ինձ հայ պետք է։ Դուք եք որոշողը, դուք եք ավլու, ձեր ցավը տանեմ։ Ձեր երեխու համար եք անում։ Պրոստը իմ խնդրանքը իրար հետ քննարկեք։ Թեկուզ ծանոթի հարցնա, աղբորդ հարցը կլի, ում հարցը, եթե զգում ես չի կարան այդ փորձը չունի, այդ ծանոթության տակ պետք է չմտնեք։ Հիմա եթե ժողովուրդը ինձ ասի, ով կարա կառավարի, դուք ասեք, ես համոզված լինեմ, վստահ լինեմ, դա ձեր հետ միասին իմ թիմով գանք իմ ուզած էդ ես, ոչ պաշտոն եմ ուզում, ոչ անձնական շահի խնդիր ունեմ, Աստված ամեն ինչ տվել է, բայց ես ուզում եմ իմ երեխեքի ապագան փայլուն լինի։